Ես իրական ելույթ չեմ ունենա, եթե ես վատ ավանդույթ ու ես վերաբերմունքը պետության հանդեպ չլսեի, չտեսնեի, հատկապես այսօր օրինակ Լիլիթ Գալստյանի օրինակով, որ մարդը զուգահեռատանում եկեղեցապատկան գույք եւ պետականապատկան գույք։ Այսինքն ուզում եք ասեք, որ կրոնական կառույց, իսկ մենք խոսում ենք պատկանելիությունից եւ հետեւաբար իրավաբանական լեզվով եւ իրավաբանական մարմինների հետ ենք առնչություն ունենք, որ եկեղեցին որպես իրավաբանական անձ եւ պետությունը որպես արդեն պետություն, որը ժողովրդինն է, ոչ թե մենք ենք, որ ասում ենք մենք էլ ձեզ չենք վստահում, այսինքն պետությանը չեք վստահում։ Ես ես ասեմ, որ այդ պետությունը ձևավորվում է ժողովրդի կամքով։ Այ եկեղեցու իշխող կամ եկեղեցու կառավարող այդ տնօրենը ով է, ոնց է նշանակվում, մյուսը դուք ավելի եք վստահում այդպես մասնավոր կամ ինչ-որ հանրային բանի կառույցի, հա, կրոնական կամ հանրային կառույցի, որը ունի իրան տնօրեն, որը նշանակում է ոչ ժողովրդի կողմից, որի վրա որևիցե լծակ չունի ժողովուրդը, եւ պետությունը բերում եք նույն զուգահեռի մեջ, եք դնում, այսինքն միշտ եք վերաբերում ժողովրդին։ Դրա համար ժողովրդի կողմից օրինակ ընդունված, ընտրված վարչապետի դիմելաձևերն ու կարգու կանոնը չեք պահում, դիմելու սովորական կանոնը, որով ցույց եք տալիս ժողովրդի նկատմամբ հարգանքը, որտեղ այդ իր ընտրած վարչապետն է։ Բայց մարդը քաղաքացի Բագրատ Ինչյանը, որը նստած է այս պահին իր քաղաքական եւ Վազգեն Գալստյանն իր քաղաքական գործընկերների հետ ահաբեկչություն պլանավորելու համար վատ եք զգում, որ հանկարծ իրան անուն ազգանունով են դիմում, բայց ինչով պետք է դիմենք, թե ինքը որպես բան է հանդես եկել, որպես սրբազան է հանդես եկել այդ գործողությունները իրականացնելուց։ Ընդհանրապես պետության հանդեպ մի քիչ հարգանք ունեցեք։ Եվ այո, պետությունը ունի գործիքակազմ ժողովրդի իշխելու համար, իսկ ձեր ասած կրոնական կառույցները ոչ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։